Լիզա առավոտվանից Մարտուն Գրիգորյանի գրասենյակում, տանը, մեքենաներում խուզարկություն է իրականացվում, որ խնդրեմ կպարզաբանեք, որ ժամից է սկսվել, ինչ են պատճառաբանում։ Շատ հստակ կոնկրետ չասեմ, բայց 7-ից էսպես աղմուկը բարձրացավ, վաղ առավոտից 7-ից, բնակարան խուզարկություններ, հետո բնակարանը երկար տևեց բնականաբար, բնականից հետո արդեն տեղափոխված մեքենա, հետո մեքենայից հետո արդեն գրասենյակում են այս պարոն Գրիգորյանը եւ պարոն Գրիգորյանը որդին եւ դուրս հագեցին մեզ չթողեցին, որովհետեւ քննչական գործողությունների ժամանակ բնակարանում կամ այլ անձիկ չպիտի լինեն, մենք են դուրս սպասում ենք։ Ինչ են պարզաբանում, որևէ բան ասում են, ինչ է։ Կողմին տեղյակ չեմ, որովհետեւ այդ որոշումը, որը եկել են, ինքս չեմ կարդացել իրեն ձեռքին է, ինչ ասանելի չի եղել, որ ես որևէ տեղեկատվություն, բայց որ հակակոռուպցիոնը կարդացի, դա հստակ էր, այսինքն հակակոռուպցիոնից են եկել։ Պիտի հիշեցնեմ, 2025-ի սցենարն է շատ նման, 3 պարոն Գրիգորյան դրամատիկական թատրոնում մենք մեծ հավաք ունենք, առաջնորդի Գարոկյանը Գյումրիում էր եւ շատ լավ խոսույթ ունեցավ քաղաքական էսպես եւ հիշատակել մենք նախադասություն, այո, Գյումրի 2 լինելու է։ Դրանից հետո պարոն Գրիգորյանն ասաց, որ մենք կսպասենք ձեր փակալությունների, կսպասենք ձեր սանը, որտեղ մեր թիմն արդեն իշխանության սցենարի կետը, ստորակետը, վերջակետը ամեն ինչ գիտենք, ինչից հետո ինչ են լինելու, այդպես եւ բավականացավ այն արտացակ եկնելով, որ խզարկությունների վերջնական է։ Իսկ թիմակիցներից մարդիկ կան ձեր թիմակից արդեն երևի ասեմ բերման ենթարկվածներ են, բայց չեմ կարողանում պարզել մարզայինում են թե Երևանում, բայց որքան տեղեկացա ասում եմ, որ մարզայինում որևէ գործողություն չեն անում, պիտի տանեն Երևան, այնտեղ հարցակցություն եւ այլն եւ այլն։ Ահա, ովքեր են ուղղակի կուսակցականներ, ովքեր կապ ունեն Մարտուն Գրիգորյանի հետ, այսինքն իրենց եկել են տաներից բերման են եկել։ Թիմակիցներ, 100 տարի պարոն Գրիգորյանի թիմակիցներն են ընտանիքներով մի խոսքով հարազատ մարդիկ։ Իսկ այս ժամանակահատվածում ինչ որ գալ, այցել է իրավապահ մարմինների կողմից երբևէ չի եղել, սա անակնկալ։ Հա, մեր գրասենյակ չեն եկել, չնայած որ խոսակցությունների մոտ է դիպարը տաղմուկը եւ այլն։ Այսօր առաջին անգամ է մեր մոտ գալիս, կոնկրետ Գյումրի, մեր մոտ առաջին անգամ է գալիս։ Թիմակիցների հետ կապ հաստատել չի հաջողվում որևէ բան։ Չէ, փորձում ենք մասնաբանական աշխատանք պարզել ովքեր են քննիչները, որտեղ մարդիկ առավոտ քնած են եղել, տանից ուղղակի բերման են ենթարկվել, ովքեր են քննիչները եւ այլն, որոնց մասնաբանեն կարողանան իրենց մասնաբանական ծառայությունները։ Անունները կհնչեցնիք թիմակիցների, ովքեր են այս պահից Կարապետյանը եւ Արտակոսյանը։ Իրենք Գյումրու ավականու ներկայացուցիչներ չեն, կապ չունեն։ Արտակոսյանը Գյումրու ավականու անդամ է։ Բասեն Կարապետյանը ցուցակում է անդամ չի այս պահից, բայց Արտակոսյանը ավականու։ Իսկ մեքենայի մեջից, բնակարանից ինչ որ բան արգրավել են, տարել են, ինչ է։ Ներսում չեմ եղել, մենք մեքենայի մեջ վագում էին կատնած էին, որովհետեւ այդպեսի արգրավում եւ այլն չի եղել։ Ուղղակի ամեն բան բացեցին